Թրամփի ուղու վերաբերյալ ինչ հայտարարություն էլ անեն Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում, չեն կարող անտեսել Հարավային Կովկասում Իրանի և Ռուսաստանի շահերը։ Հատկապես Թրամփի սահմանած միջազգային նոր վենեսուելական խաղի կանոններից հետո։ Ռուսների ասածը որն է, դուք ունեք շահեր, մենք այդ շահերը հարգում ենք, բայց մենք էլ ունենք շահեր, դուք ունեք ազդեցության գոտի, մենք էլ ունենք ազդեցության գոտի, եկեք պայմանավորվենք այդ ազդեցության գոտիների և ներսի կանոնների վերաբերյալ, և այդ շփման գոտիները ոնց են, այսպես ասած, գոյատևելու։ Քաղաքագետը հիշեցնում է Կրեմլից մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակով թե Փաշինյանին, թե Ալիևին և թե Թրամփին հասկացրել են Հարավային Կովկասում որևէ ապաշրջափակում չի կարող լինել առանց իրենց։ Լատինական Ամերիկայում իր ազդեցությունը վերահաստատելու Սպիտակ տան աղմկահարույց քայլերից դեռ շատ առաջ է Կրեմլը շատ հստակ մեսիջ ուղարկել Արևմուտք, որ Հարավային Կովկասում էլ ինքն է թելադրողը։ Սա ոչ միայն Թրամփի խաղի կանոններն է, սա այն է, ինչի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահը դեռևս 2007 թվականից Մյունխենի այդ անվտանգային գագաթաժողովից սկսած խոսում է բազմաբևեռ աշխարհ ասված է, բայց բազմաբևեռ մենք չպետք է անցալենք այն տրամաբանությամբ, ոնց կար Խորհրդային Միություն, Միացյալ Նահանգներ, երկու մեծ բևեռներ էին իրենց շուրջ պետություններով եւ այդ բախումը կար։ Ոչ, խոսքը այլ բազմաբևեռ աշխարհի մասին է։ Քաղաքագետի համոզմամբ ամերիկացիները դեմ չեն, որ Թրամփի ուղի նախագիծը կյանքի կոչելու համար ստեղծվող կառույցում իր մասնաբաժին ունենա նաև Ռուսաստանը։ Մաթևոսյանը կարծում է, որ այդպիսի ուղերձ է Բաքու և Երևան բերել ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը։ Իրանք գալու են իրանց փայի հետևից։ Վաշինգտոն-Մոսկվա կուլիսային համաձայնությամբ ձևավորվող բազմաբևեռ աշխարհում Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը վերածել ամբողջությամբ թուրքական ազդեցության գոտու, կարծում է Մաթևոսյանը։ Ըստ նրա, պատահական չէ դիվանագիտական աղբյուրներից Նյուզեեմին հասած տեղեկությունը, թե շուտով հայ-թուրքական սահմանի ախուրիկ անցակետից հեռանալու են ռուս սահմանապահները։ Մաթևոսյանի պնդմամբ սա ևս թուրքական նախապայման է, որը բավարարում է Փաշինյանը։ Իրանց անցակետից հանում են, որ պայմանականորեն թուրք գործարարը ենթադրենք գալիս է Հայաստան, որ ինքը ռուսի հետ չշփվի, ինքը մենակ հայի հետ շփվի։ Հայ-ադրբեջանական սահմանին էլ հայ մաքսավորի երես չի ուզում տեսնել Իլհամ Ալիևը։ Թրամփի ուղու շուրջ համաձայնությունից հետո Ադրբեջանի նախագահը առիթը բաց չի թողնում ասելու, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով անցնելիս ադրբեջանցիները պետք է հայ մաքսավորի հետ չշփվեն։ Նույն խաղաղության այսպես կոչված պայմանագիրը, որ կա Ադրբեջանի հետ այնտեղ կա, չէ՞, այդ որ երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչներ չպետք է լինեն, ադրբեջանցիները այդ կետը մտցրել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին չկրկնվի այն, ինչ կա հայ-թուրքական սահմանին։ Ռուսական ազդեցությունից զերծ Հարավային Կովկասում որպես միակ խոշոր խաղացող դիրքավորվում է Թուրքիան ու փորձում ձեռքը պահել տարածաշրջանային ուղիները ապաշրջափակելու նախաձեռնության վրա։ Դրա հերթական վկայությունն է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի վերջին հայտարարությունը։ Ուրալօղլուն հիշեցրել է. Անցած տարի իր երկիրը սկսել է Կարս-Իգդիր-Արալք դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար։ Հույս հայտնել, որ միջանցքը կարող է գործարկվել մինչև 2030 թվականը։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։